Խոստովանություն հեռուստանախագծի տաղավարում հյուրընկալվել էր դերասան Վարդան Հովսեփյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Վարդանի կյանքում իր խոսքով դժվարությունները շատ են եղել, սակայն այդ դժվարությունները հաղթահարելուց դերասանը չի վախենում։ Մատների արանքով եմ նայում դժվարություններին, խոչընդոտներին, տրորում եմ ուղղակի։ Միշտ դրական եմ նայում, չեմ պարփակվում տանը, այսօր կա, վաղը չի լինի։ Կյանքը խաղի նման ա, մեկը մեքենան եկավ քաշեց, մեկը բամբ ասեց, մեկը քո տեղը եկավ, դու էլ չես աշխատում, հազար բան կարա լինի։ Մեկը ուզում ա խառնի ընտանիքդ եւ այլն, պիտի իրանց չկարևորես, որովհետեւ չկան այդքան։ Հաղորդման ֆորմատից ելնելով գաղտնի արկղահատվածում տուփի մեջ Վարդան Հովսեփյանի համար թանկ իրեր էր առանձնացրել հաղորդաշարի ստեղծագործական թիմը։ Հունվարի 28-ին նվիրված բացիկ կնոջ կողմից, տոնդ շնորհավոր հայրիկ գրությամբ, որը հուզեց նրան։ Պստիկինս ա, տանը հուզվել էի սրա համար, արժեր էլի հուզվեի։ Իսկ արդեն հաղորդման վերջում գաղտնի նամակն էր։ Շատ հաճախ իրար կողքի լինելով չենք հասկանում ինչքան կարևոր են այն մարդիկ, ում հետ մի ամբողջ պատմություն եւ կյանք ենք կիսել։ Դու իմ լուսավոր ու անբաժան մասն ես եղել, ինչքան հիշում եմ ինքս ինձ։ Լավագույն տարիներն ու գաղտնիքները կիսել ենք իրար հետ եւ մի ամբողջ կյանք պատրաստ եմ լինել քո մեծ ընկերը։ Սիրում եմ քեզ շատ։ Նշենք, որ հուզիչ խոսքերի հեղինակը Վարդան Հովսեփյանի քույրն էր, որը կարդալուց հետո խոստովանության տաղավարում դերասանն արտասվեց։ Star News-ը սիրով այս հարցազրույցից առանձնացրել էր այսքանը։ Այժմ արխիվային հարցազրույց, որը պատրաստել էր Bravo AM-ը։ Հայկական մի շարք սերիալներից հայտնի Վարդան Հովսեփյանն այժմ որևէ նախագծում չի նկարահանվում, փոխարենն այլ աշխատանքով է զբաղված։ Երբ ընտանիքը մեծանում է։ Առաջին անգամ եմ PR մենեջերի աշխատանքով զբաղվում։ Այնքանով է հետաքրքիր, որ մեր ոլորտին մոտ է, այսինքն կազմակերպում եմ նկարահանումներ եւ այլն։ Նախկինում չեմ էլ պատկերացրել, որ հնարավոր է այլ աշխատանքով զբաղվեմ, բայց երբ ընտանիքը մեծանում է, կենսապայմաններն ավելի են դժվարանում։ Հասկանում ես, որ պետք է ինչ-որ տեղից գումար հայթայթել, սկսում ես կողքից որևէ բանով զբաղվել։ Բացի գումար վաստակելուց այս աշխատանքը հաճույքով եմ անում, կարծում եմ ստացվում է, հետագայում ավելի կամրապնդվեմ, իսկ նկարահանվել շարունակելու եմ, մեկը մյուսին չի խանգարի։ Ձեռքս վնասվել է, բայց սիրով եմ արել։ Միանշանակ կարոտում եմ նկարահանումների ընթացքը, երբ դրա մեջ ես լինում ամեն օր նկարահանվում ես, ուզում ես լիցքաթափվես, բայց երբ նույնիսկ գիտակցում ես, որ վերջանում է տվյալ նախագիծը, կարոտում ես աշխատանքդ։ Նկարահանումներն ինձ ստիմուլ են տալիս, ավելի հագեցած ես քեզ զգում։ Երբ գնում եմ նկարահանման, մոռանում եմ ինչքան աշխատավարձ եմ ստանալու, որովհետև ես իմ աշխատանքը սիրով եմ անում։ Եթե պետք լինի, նույնիսկ կասկադյորի աշխատանք կանեմ նկարահանման ժամանակ, որովհետև մենք Հոլիվուդում չենք, որ այդ տեսարանների համար հատուկ խաղացողներ ունենանք։ Նկարահանումներից մեկի ժամանակ ես ավտոմեքենայից ընթացքի մեջ ընկել եմ։ Ձեռքս վնասվել է, բայց սիրով եմ արել։ Այժմ էլ մի քանի սերիալներից առաջարկներ ունեմ, տեսնենք որը կընդունեմ։ Եթե ունենայի բիզնես։ Թատրոնում միշտ եմ ցանկացել լինել, միշտ ասում եմ այն նման է ֆուտբոլի, կա մեծ ֆուտբոլ եւ փոքր, երկուսն էլ ֆուտբոլ են, բայց միանգամայն այլ են։ Բնականաբար թատրոնում դերասանն ավելի հագեցած է զգում իրեն, ծափեր է լսում, անմիջական շփում է ունենում հանդիսատեսի հետ։ Եթե որպես երրորդ աշխատանք ընտրեմ թատրոնը, ժամանակի առումով չեմ հասցնի։ Եթե ունենայի բիզնես, լավ ապահովված լինեի, մեկ-մեկ սերիալներում կնկարահանվեի եւ թատրոնում կաշխատեի։ Աշխատանքը չի խանգարում։ Փորձում եմ այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկս, որ ընտանիքս չտուժի։ Կինս փառք Աստծո, հասուն գիտակից աղջիկ է։ Ինքն էլ է հասկանում ինչի համար ենք աշխատում։ Բնականաբար բալիկ ենք մեծացնում։ Հետագայում երկրորդ բալիկի մասին կմտածենք։ Չես կարող նստել եւ ինչ-որ մեկը քեզ պահի, իսկ տղայիս Մաքսի հետ փորձում եմ շատ ժամանակ անցկացնել։ Խաղում ենք միասին, ինչ-որ բաներ ենք նայում, նաեւ հաճախ խոսում եմ իր հետ։ Չես առանձնանա։ Առանձին ապրելու մասին չենք էլ մտածել, իմ ծնողները մեզ չեն խանգարում, երբեք կոնֆլիկտային որևէ հարց չի եղել։ Ավելին, նրանք շատ են օգնում բալիկին պահելու հարցում եւ այլն։ Հետագայում ուզում եմ տունը մեծացնել, որ փոքրիկի համար առանձին սենյակ ունենանք, բայց առանձնանալու նպատակ չկա։ 35 տարեկանում հայր դառնալը իհարկե իր լավ կողմերն էլ ունի, ավելի գիտակից եւ լրիվ այլ կարգավիճակում ես լինում։
Կուզեի տղաս գոնե առաջին դասարան լիներ, բայց ինչպես Աստված կամեցավ, այդպես էլ եղավ, ուշ լինի, նուշ լինի։ Տարիքային տարբերություն։ Իմ և կնոջս տարիքային տարբերությունը 13 տարի է, բայց դա երբեք մեզ չի խանգարել։ Ընդամենը 10 մատ ունեմ, բայց չեմ կարող ասել այդքան անգամ վիճել ենք։ Մեր դեպքում կարելի է ասել վեճեր խոսակցություններ չեն լինում։ Եթե ինչ-որ հարցում համաձայնության չենք գալիս, անպայման գտնում ենք ընդհանուր հայտարար տարբերակ։ Նույնիսկ չի եղել մի դեպք, որ նա խանդի և դրա պատճառով որևէ խոսակցություն ունենանք։ Մաքսը շատ լուրջ տղա է, իսկ լուրջ դերասան չի լինում, կարող է վարչապետ դառնա, թող մեծանա, ինքն էլ հեղափոխություն անի։ Նրան չեմ պարտադրի դերասան դառնալ կամ հակառակը, կուզեմ լավ բիզնեսմեն լինի, դրանով և ընտանիքը լավ կպահի և ֆիլմ կնկարահանի, պապան էլ կխաղա։ Մարմնավորել եք տարբեր կերպարներ, եղել են այնպիսիք, որ մոտ են իրական կյանքին։ Իրական կյանքում լինում են կրկնվող դեպքեր, իսկ պատճառներից մեկն այն է, որ կերպարները շատ են ու տարբեր, և իհարկե կարելի է գտնել նմանություններ, բայց լիովին նույնը չի հանդիպել դեռ։ Դերասանի աշխատանքային խիստ գրաֆիկ, նկարահանումներ սերիալներում, ֆիլմերում, գովազդներում, գործունեություն և այս ամենի հետ մեկտեղ անձնական կյանք։ Հասցնո՞ւմ եք։ Իհարկե հասցնում եմ։ Կարծում եմ առանց դրա ստեղծագործելն անհնար կլինի։ Ձեր ամենամեծ ձեռքբերումը։ Ինձ համար իմ յուրաքանչյուր ձեռքբերում մեծ է, բայց կառանձնացնեմ մի առանձնահատուկ արարողություն իմ կյանքում, որ տեղի ունեցավ հենց նախորդ տարի։ Կնքվեցի և դարձա իսկական հայ քրիստոնյա։ Հաջողություններ, անհաջողություններ, ինչպես կամփոփեք նախորդ տարին։ Տարին կամփոփեմ ինձ համար շատ կարևոր վերոնշյալ արարողությամբ, դա իսկապես մեծ իրադարձություն էր իմ կյանքում։ Սիրում եք նվիրել, թե ստանալ, եթե նվիրել, ապա ում, եթե ստանալ, ապա ումից։ Սիրում եմ նվիրել, հատկապես սիրում եմ նվիրել մայրիկիս ու սիրելիիս։ Դեպք, իրադարձություն, որը ձեզ կհիշեցնի մանկության ամանորը։ Բավարարիչ է եղել կեսգիշերին ժամացույցի մեծ ու փոքր սլաքների հավասարումը, որով ազդարարվում է նոր տարին։ Եվ իհարկե այն խորհրդավոր տոնածառի տակ պահված նվերը ձմեռ պապիկից։ Տոնական օրերին անցկացնելու ինչպիսի տարբերակ եք նախընտրում։ Գերադասում եմ լինել սիրելիիս հետ առանց ավելորդ աղմուկի, նաև ժամանակ եմ հատկացնում ընտանիքիս, քանի որ դրանով պահպանում ենք մեր հայկական ավանդույթներն ու արդեն սիրելի դարձած սովորությունները։ Ասում են, որ նոր տարին իր հետ բերում է նոր նպատակներ, ծրագրեր, ինչու՞ չէ նաև նոր երազանքներ, ինչ եք կարծում, այս տարին անձնական կյանքը լիովին դասավորելու համար հարմար կլինի։ Ոչինչ չեմ սիրում նախապես պլանավորել, ծրագրել, ամեն ինչ Աստծո ձեռքերում է, ինչպես կկամենա, այդպես էլ կլինի, բայց ցանկանում եմ, որ հետ բերի խաղաղություն, ուզում եմ, որ պատերազմներ չլինեն, ուզում եմ, որ բոլորս հանգիստ ապրենք։ Star News-ը սիրով այս օլովակի համար առանձնացրել էր այսքանը։